Պարոն Խուդասյան, մի քանի հարց եմ առանձնացրել, կարծում եմ կարևոր են, կուզենամ, որ մանրակրկիտ պատասխանեք, ոչ թե ճնշող մեծամասնությունը, չգիտեմ ինչ, դրանք թվեր չեն, էլ թվերով պետք է մենք կարողանանք։ Եթե ին ոլորտին վերաբերվի, հա, պարոն Դե Խաչատրյանի դեպքում ասեք, որ ձեր ոլորտին չի վերաբերում, թող կոմպետենտ ոլորտի պատասխանատուն պատասխանի, որ մենք ամբողջական պատկեր ունենանք, որտեղ է ճնշողի մեջ նաև ներքին հարցեր տվեք, այնպիսի հարցեր տվեք, որոնք ին ոլորտին են վերաբերում։ Եղավ, շատ բարի։ Փորձենք այնպես անել, որ չշեղվենք ոլորտից։ Սահմանամերձ բնակավայրերին սահմանապատ թվով 82 բնակավայր կա, որտեղ նշեցիք 80-ը 1 միլիարդ քանի 100 միլիոն թվեր են փոչերը չեմ հիշում, գումարները հատկացվել։ Ես բազմաթիվ անգամ ասել եմ, որ դրանք բավարար չէ, որտեղ կա նմանատիպ շատ համայնքներ, այդ թվում Վարդենիսի տարածաշրջանում, Կուտ, Փամբակ, Դարանակ, մի քանի համայնքներ կան, որոնք որ սահմանապահ են եւ համապատասխանում են չափորոշիչներին։ Ինչն է պատճառը, որ այս 4-5 տարվա ընթացքում չեք գույքագրել եւ լրացուցիչ ֆինանսական միջոցներ չեք իջացնում, որպեսզի այդ քաղաքացիներին, որոնք որ սահմանապահ են դարձել, ինչ-ինչ պատճառներով չեմ ուզում կրկնվեմ, դրանք մնացել են այդ ցանկից դուրս եւ չեմ օգտվում կառավարության սահմանված ծրագրերից։ Շատ են այդ համայնքները, թվով 10 են։ Եթե հանդրաժեշտություն կա, մոտս ցանկը կա կարդամ։ Ինչն է պատճառը։ Բազմաթիվ անգամ բարձրացրել են, դուք խոստացաք, որ կգույքագրեք, ցանկը կուղարկեք ինձ եւ ինչպես տեսնում եմ, բյուջեով այդ գումարները 82 բնակավայրի մեջ ընդգրկված չեն։ Սա մեկ հարց։ Ջրաբարաշինության ոլորտում ինչ գումարներ եք նախատեսել, որպեսզի կարողանաք մեխանիկական եղանակը փոխարինեք ինքնահոս եղանակով, ես ոնց հասկացա 17 թվականից սկսած մինչև օրս Հայաստանի Հանրապետությունում ընդամենը 1 ջրամբար է կառուցվել վարկային միջոցներով 17 թվականից սկսած, որը պետք է ավելի շուտ ըստ ծրագրի կառուցվեր, տրվեր ժողովրդին եւ այդ վարկային միջոցները ավելորդ տոկոսադրույքների տեսքով չծանրանար որպես ֆինանսական բեռներ բնակության վրա։ Սա երկու հարց, կոնկրետ քանի ջրամբարաշինություն եք նախատեսել 26 թվականին։ Սուբվենցիոն ծրագրերի հետ կապված։ Քանի հստակ եմ ուզում լինի, սուբվենցիոն ծրագրեր կան, որոնք գրաֆիկից հետ են ընկել, ենթածրագրեր եւ առարկայական, որոնք պետք է շնորհացեմ բանի, որ կուտակվեք ասել են 22, 23, 24, 25 թվականներ միջև օրս նախատեսում ավարտել, քանի ծրագիր չեք հասցնում ավարտել եւ գումարայինով ինչքան է դրան կազմում։ Եվ վերջի հարցը վերաբերում է Սևանա լճին։ Սևանա լճից որ 30 մետր, 30 խորանարդ կուբամետր ավելար ջուր եք ուզել եւ 15 եք օգտագործել։ Պարոն Խուդասյան, դա արդարացում չէ, 200 ուզեիք 20 օգտագործեիք։ Կա հստակ փորձագիտական Սևանազգային լճի փորձագիտական եզրակացություն, որը դուք ուզում եք ինչ-ինչ պատճառներով չներկայացնել մեր դատին։ Այնտեղ հստակ ասում է, որ մենք դեմ ենք դրան։ Այն մտահոգությունները, որոնք մենք որպես ազգային ժողովի պատգամավոր բարձրացրել ենք, նույնը իրանք են ասել։ Ասում է, ոչ ճիշտ արդյունավետ կառավարման արդյունքում ջրերի կորուստը եւ ավելար ջր վերցնելու պահանջարկ է առաջացել եւ ռիսկը թողել է ձեր վրա։ Հիմա ես չեմ հասկանում, այս երկրում փորձագիտական եզրակացություն կազմակերպությունից առավել, որը խորհրդատվական է եւ կազմակերպությունը եւ դրանից առավել ինչ կազմակերպություն կա, որ դուք ստեղ այսպես արդարանում եք կամ որպես դրական տենդենցիա գնահատում, որ 30 խորանարդ մետրի փոխարեն 15 եք վերապանարը վերցրել։ Կա հստակ մասնագիտական խումբ բազմաժող, որը տվել է բացական եզրակացություն եւ մնացած ռիսկները թողել է ձեր վրա։ Կամ դա արդարացում է, եկեք միասին գնանք Սևանա լիճ, տեսնենք քանի սանտիմետր է իջե Սևանը։ Նախորդ տարվա համեմատ։ 4 հարցա մի խոսքով պատասխանեք մնացած եթե ինչ որ բան մնաց արձագանքի տեսքով կասեմ։ Բավական չեմ արդարանում, շնորհակալ եմ հարցերի համար, արդարանալու բան չկա, ես կարծում եմ ոլորտի տարբերություն ձեր գործընկեր Արծվիկ Մինասյանի ավելի լավ եմ կառավարում, որովհետև երբ որ ինքն էր ոլորտի պատասխանատու նախարարը, ջրառը եղել է Սևանից ոչ թե 183, ինչպես իմ ժամանակ, այլ եղել է 265 միլիոն խորանարդ մետր, դրա համար ճիշտ կանեք այդ հարցերի զգալի մասը Արծվիկ Մինասյանին տակ։ Եվ իմիջիալոց շարունակաբար է այդպես եղել, մի տարի չեղել, երբ որ այդ ժամանակները նայենք, կտեսնենք, որ Սևանից ջրառը եղել է 265 միլիոն խորանարդ մետր, 260 միլիոն խորանարդ մետր, այնպես որ եւ արդարանալու բան էլ չկա, պնդում եմ, որ ավելի լավ եմ կարում կառավարեմ ոլորտը, քան Արծվիկ Մինասյանը, գոնե թվերը դրա մասին է խոսում։ Ջրամբարների կառուցման մասով արդեն ասացի, որ 12 ջրամբարի մասով ձեռք կբերվեն տեխնիկա-տնտեսական հաշվարկներ եւ նախագծեր, իսկ 5 ջրամբարի մասով Քասախի, Ելփինի, Լիչքի
Արթիկի եւ Աստղաձորի կմեկնարկեն շինարարական աշխատանքները։ Արդեն 5 ջրամբարները, ուրեմն հանրային ներդրումային կոմիտեի կողմից արժանացել են ուրեմն դրական եզրակացության, նախագծերը պատրաստ են եւ 2026-ին կսկսենք։ Մյուս հարցը, որը վերաբերվում էր սահմանամերձ գյուղերին, 23 համայնքի 82 բնակավայրի մասին է խոսքը մեր ցանկով, նախաձեռնեք ցանկի ընդլայնման մասով քննարկում եւ ես կմասնակցեմ, դա իմ գործառույթների մեջ չի մտնում, այսինքն մենք հաստատված ցանկով ենք ֆինանսավորում իրականացնում, որի մեջ կա 23 համայնքի 82 բնակավայր, նախատեսված ֆինանսավորումը 1 միլիարդ դրամ, նախատեսված է այն տրամաբանության, որ մոտավորապես այդ կարգի ֆինանսավորում է պահանջվել նաև 2025 թվականի եւ 2024 թվականի ընթացքում։ Մենք ֆինանսավորում ենք գազի, էլեկտրաէներգիայի, ոռոգման ջրի եւ ուրեմն հողի գույքահարկի մասով, եթե այդ թվերը փոխվեն, բյուջեի վերաբաշխում կիրականացնենք, չնայած չեմ կարծում ավանդաբար 1 միլիարդի շրջանակում է եղել։ Եթե անդրադառնամ սուբվենցիաների հետ կապված հարցին, պիտի ասեմ հետեւյալը, որ մենք 2022 թվականից սկսած ունենք աշխատանքներ, որոնք ընթացքի մեջ են գտնվում, այդ աշխատանքները օրենքով սահմանված կարգով են երկարացվել եւ մենք կամ չեն երկարացվել, այսինքն օրացիային գրաֆիկի մեջ գտնվող աշխատանքներ են, կամ երկարացվել են օրենքով սահմանված կարգով։ Մոտավորապես այդպիսի աշխատանքների ծավալը, եթե ներառենք նաև 2025 թվականի աշխատանքները, իրենք ենթադրում են, որ պիտի 100 միլիարդ դրամը գերազանցեն, բայց կարծում եմ դա բնական է եւ տրամաբանական, որտեղ 2025 թվականին օրինակ 5 օր առաջ Միջգերատեսչական հանձնաժողովը հայտ է հաստատել, որի արժեքը էլի ձեր ասած թվի մեջ լինելու է։ Այսինքն այս ծրագրերը ոչ թե չեն իրականացվում, այլ այս ծրագրերը իրականացվում են։ Այս ծրագրերից որոշների մասով մենք արդեն պետական մասի 15 միլիարդ համաֆինանսավորում ունենք բաց թողած 2025 թվականի ընթացքում, այսինքն այդքան վճարել ենք։ 3 մարզպետների հետ աշխատանքային քննարկում ենք իրականացել, որի ընթացքում ըստ մեր հաշվարկների եւս 20 միլիարդ դրամի պետական մասի համաֆինանսավորում կանենք։ Եթե վերադառնանք 2025 թվականին հաստատված հայտերին, որոնք ձեր ասացի մեջ են, դրա համար եմ ուզում անդրադառնամ, սրանք այն աշխատանքներն են, դուք թվարկեցիք 22, 23, 24, 25, մենք օրինակ 25 թվականին հաստատել ենք 90.1 միլիարդ դրամ մինչև վերջին միջգերատեսչականը, որի մասին ծանուցվել է համայնքներին, եւ եւս 6.7 միլիարդ դրամի աշխատանքներ ենք, 5.6 միլիարդ դրամի աշխատանքային հայտեր ենք հաստատել վերջին միջգերատեսչականի ընթացքում, այսինքն մոտավորապես 96 միլիարդ դրամ, ինչը պատմական ամենամեծ թիվն է եւ այնտեղ պետական մասի համաֆինանսավորումը շուրջ 53 միլիարդ դրամ է։ Եթե անդրադառնամ սուբվենցիաների հետ կապված ընդհանուր թվերին, ապա պիտի ասեմ, որ 2024 թվականին, 2023 թվականի համեմատ մենք ամենամեծ համաֆինանսավորումն ենք իրականացել եւ գնում ենք այն ճանապարհով, որ 2025 թվականին, 2024 թվականից ավելի մեծ համաֆինանսավորում կիրականացնենք։ Շնորհակալ եմ։